Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ աղցան, որի մեջ կա թեղթ, արգուլա եւ սոսը շատ հետաքրքիր է պատրաստում, այսինքն գետնանուշի կարագով եք պատրաստում։ Գիտեմ, որ գետնանուշի կարագը ընդհանրապես թոստերի վրա ենք դնում ուտում, բայց ինքը աղցանների սոսի մեջ էլ շատ համով է լինում։ Սկզբում ուզում եմ սոսը պատրաստենք միասին, հետո արդեն կկտրատենք եւ մնացածը կանենք։ Ստեղ ունենք նատլեցի փինաթը կամ փինաթ բաթերը կամ գետնանուշի տարակը, որը հանիով է, այսինքն մեղրով է։ Հիմա ես արդեն իմ բաղադրատոմսի մեջ պետք է տնեի գետնանուշի կարակ եւ մեղր, բայց քանի որ ինքը մեղրով է, մեղրը չեմ տնելու։ Եվ նա մնա օրգանիկ մեղր է։ Վերցնում եմ մի հատ քթալ ու ավելացնում եմ։ Մոտավոր մի ջաշի քթալ գետնանուշի կարակ եմ ավելացնելու։ Ինչ ուրախ եմ մեկ-մեկ, որ Հայաստանում սենց բաներ են անում, օրգանիկ, իրականում շուկայում կա ամերիկյան եւ այլն, բայց ես միշտ նախընտրում եմ local, այսինքն հայկական ապրանքներ օգտագործեմ, նմանավանդ գիտեմ, որ իրենք բնական հումքերով են պատրաստվում։ Դրսից մարդիկ որ գալիս են, տեսնում են սենց մաքուր ապրանքներ ու հիանում են։ Մենք էլ միշտ պետք է մեր հայկականը սատարենք։ Ուրեմն peanut butter-ը, այսինքն գետնանուշի կարակը թրեցի, հիմա պետք է տնեմ լիմոն, մի հատ կուտերը հանում եմ, որովհետև ձեռքով եմ ջզմելու, որպեսզի կուտ ճիշտնե։ Այսպես կարող եք անել, ձեռքը դագցկել ու ինքը կուտերը դուրս չի գալիս։ Ուրա, ցիտապտրից հետո։ Եվ այսպիսի հարիչով պետք է լավ խառնենք։ Մի քիչ դժվար է լինելու սկզբը, բայց հետո կլինի։ Իմ հարիչս չի համապատասխանում հիմա ինձի, բայց օքեյ է, մի քիչ մեծ է, չէ, հարիչը։ Yummy, ինչ հոտ է գալիս։ Մի թեթև ուզում եմ մեր սոսը բացեմ, կարող եմ մի քիչ ջուր ավելացնել։ Ստեղ ունենք սիլի ջուրերը։ Կարող եմ ավելացնել մի թեթև, որպեսզի ավելի բլենդ լինի։ Ուրեմն այսպիսով արդեն ստանալու ենք ավելի համասեր զանգվածք։ Ստեղ ունենք Dijon mustard-ը, այսինքն Dijon մանանեխը, գծու մանանեխը, մի քտալ պետք է ավելացնեմ, որ իրեն համը ավելի համով եւ խորքով դարձնեմ։ Մի հատ եմ խառնում ու արդեն պետք է ցիտապտրից հետո ավելացնեմ։ Արդեն սոսը մինագը համով է, հիմա ես անհամբեր եմ, որ աղցանը հավաքեմ, որ էսի իրա վրա տնենք։ Մի թեթև էլ ջուր եմ ավելացնում, որպեսզի մեր զանգվածքը ավելի սոսային լինի։ Okay, մի թեթև աղ, մի թեթև սև բաբեղ, լավ, մի հատ հելը համին նայենք, դենց հետաքրքիր է ստացվել։ Վաու, շատ համով, մի քիչ էլ կարամ բացեմ։ Ջուրն ալ համով լան է, ավելի լավ կլա սոսը։ Դուն օրինակ, եթե ջաշ պետք է պատրաստեմ, միշտ ֆիլտրացված ջուր եմ օգտագործում, որովհետև շատ տարբեր է լինում համով ջուրով, բաց ջուրով եւ գրանցի ջուրով։
Մեր սոսը պատրաստ է, իսկ հիմա անցնում ենք բաղադրիչները պատրաստելու։ Առաջինը սոխը անենք, դժվար մասից վերջանանք։ Ուրեմն անպայման աղցանների մեջ ես սիրում եմ կարմիր սոխ օգտագործել, ավելի համով է լինում։ Եվ կարմիրը մի նայեք, որ կարմիր է, մտածում են մարդիկ, որ ավելի ուժեղ է, չէ։ Կարմիր սոխը ամենաթեթևն է իր գծությունը։ Այսպիսով կեղվում ենք եւ իրեն պետքա սլայսներ անենք, այսինքն շերտեր։ Սոխներուն ենք։ Իմիջիալոց եւ կարող եք թեղծ օգտագործել եւ կարող եք նեկտարին։ Քանի որ թեղծի սեզոնը թեր կա, անպայման այս աղցանը պատրաստեք, որովհետև ինքը շատ համով է լինում ու միշտ չէ որ թեղծ կա, նամանավանդ հայկական թեղծը, գիտեմ որ ինձ նայում են եւ Հայաստանից դուրս, ովքեր որ թեղծի սեզոնի մեջ են, անպայման պատրաստեք։ Գիտեմ որ լիքը դեղեր կան, որ թեղծը միշտ կա, բայց եւ գիտեմ որ ովքեր որ դուրսն են, հայկական թեղծը կարոտել են։ Այս վերջի գդորը միշտ պատրաստողին է։ Տերպամը չի պատրաստած արդեն ինչ համով է։ Միշտ փորձեք բաղադրիչները ամենը պատրաստել ու հետո հավաքել, այնքան հեշտ է լինում։ Հիմա ստեղ ունենք մեր ռուկոլան, սոխը, թեղծը կամ նեկտարինը ասենք եւ սոսը։ Եվ արդեն ընկույզը մեզ կմիանա հետո ու արդեն, մոռացել եմ ձեզ ասեմ, ամենավերջում ինչ ենք օգտագործելու։ Տնական պանիր ենք օգտագործելու։ Հիմա այսի վերջում բանալու եմ, որովհետև ինքը մատուցման ժամանակ է, պետք է դենց ցանցար տնենք։ Դե ինձ սիրելիներս, ուրեմն սկզբում ավելացնում ենք ռուկոլան կամ արգուլան, ոնց կուզեք։ Դենց ցանցար տունում եք, ոնց կուզեք։ Արդեն գիտեմ, որ պատկերացնում եք։ Այսպես ցերկով տարածում եք սոխը։ Գիտեմ, որ Հայաստանում լիքը մարդկա սոխ չի ուտում, բայց ուզում եմ ասեմ, որ սոխը շատ օգտակար է եւ համով է։ Կուզեք մեկ-մեկ փորձեք, մանավանդ ճաշերի մեջ կա, որ շատ համով է լինում։ Հետո մեկը ասելու եք, որ վայ, ինչեր եմ բաց տողել։ Այսքան է լավ է, արդեն սոխին։ Հիմա դնում ենք սլայսները կամ շերտերը։ Սենց անուշիկ կդարածեք ձեր ճաշակով, ոնց կուզեք։ Իրականում ուդես պատրաստելը բանի հետ է կապված, այսինքն ոնց է ուզում մետրովեին սիրտը, տենց շարում ես, տենց դնում ես, իր հետ պետք է խոսես, իր հետ պետք է անգերց լինես։ Սենց բարդավորված ինչ-որ մի բան պետք է չանես, որովհետև այդ ուդողները ըսկում են այդ սերը, այդ ոչ բարդավորվածությունը, ու տենց էլ շատ համով է լինում։ Տեսնում եք, ինչքան արդեն հետաքրքիր ենք։ Ուպս։ Բացում ենք մեր բանիրը, օգտագործում եմ դնական բանիր ուրցով, ավելի լավ։ Իրականում էսի եթե եվրոպական կամ ինչ-որ ուրիշ երկրի վերզիա լիներ, տարբերակ, ինքը կարար ֆետա լիներ, կարար կամամբեր լիներ, կարար բրի լիներ, բայց մենք քանի որ ունենք մեր հայկականով էլ է համով լինում։ Yummy։ Կտալ։ Այսպես մի թեթև դարածում եմ, այսինքն ասանք թքալով կարող եմ առնել ու ցերկով անուշիկ շարել, որպեսզի դեսկը չավրենք եւ միևնույն ադեն ինքը համով լինի։ Արդեն պատկերացնում եք, չէ, համով ոնց է։
Օրինակ, այսպիսի համադրություններ ես շատ եմ սիրում, քանի որ ընդհանրապես ես միրգ շատ եմ սիրում աղթանի մեջ։ Ինձ համար շատ թարմացնող է, չգիտեմ։ Կարող է եւ նայողներից լիքը մարդ կասի նույնը։ Միշտ փորձեք, օրինակ ելակով, տեղծով, տանցով, խնձորով աղցանները շատ եմ սիրում։ Էս էլ եղավ։ Հիմա ավելացնում եմ ընկույզ մի քանի հատ։ Okay, ընկույզն էլ դրեցինք։ Ես սենց եմ նկարում, դե ես TV-ով չեմ, բայց հեռախոսով եմ լավ նկարում։ Հիմա, արդեն սոսը ունենք, մի հատ սոսը ուզում եմ ցույց տամ, կամ դրեսինգը, սենց է լինում ինքը։ Տեսակ, ոչ պետք է ավելի հաստ լինի, ոչ էլ ավելի փարակ։ Եվ այսպիսով ուզում եմ տարածել։ Yummy, շատ ամուր է։ Արդեն զգում եմ համը։ Դե ինչ սիրելիներս, մեր այսօրվա աղցանը պատրաստ է, կարող եք նայել, մեկ հատ մոտիկեն ձեզ ցույց կտանք, հետո արդեն պետք է փորձարկենք միասին։ Ահա, եկավ ամենակարևոր վայրկյանը։ Հիմա ուզում եմ փորձեմ, բայց քանի որ փորձած ժամանակս ինքը սենց ուզում եմ ամեն ինչից ուտել, մի փորձեմ եւ եթերային լինել եւ ուտել։ Վերցնում եմ մի քիչ բաներից, մի քիչ տեղծից, մի քիչ կանաչից եւ սոսը անշուշտ վրան գա։ Նույնիսկ իմ պատկերացումից ավելի համով է։ Իրականում նույնիսկ չէի պատկերացում այսքան համահունչ լինեն աղցանի սոսը եւ այս աղցանի իրար հետ։ Թեղթը, ռուկոլան, ընկույզը, բանիրը դնական եւ այս ամեն սոսը, որը գետնանշով է պատրաստվել, perfect։ Ընդիր։ Իրական ընդիր է ստացվել։ Այսինքն, եթե ուզում եք այսօր վաղը կամ մյուս օրը հյուրեր եք ունենալու եւ ուզում եք զարմացնել ձեր հյուրերուն, այսպիսի համով աղցան պետքա պատրաստեք ու իրենց զարմացնեք։ Կարող եք ասել, որ շաղիկից եք վերցրել բաղադրատոմսը, համի գաղտնիք հաղորդումից եք վերցրել, ոչինչ, it's okay։ Խնդիր չէ։ Կարևորը դուք էլ համով գերեք, մեզ նման փորձարկեք։ Շատ չերկարացնեմ, իրականում շատ համով է եւ հիմա անհամբեր եմ ես եթերը վերջանա եւ մենք մեր թիմով վայելենք։ Ձեզ էլ բարեխոժակ, մեզ էլ բարեխոժակ։